Տնայնագործ կոշկակարարամը 90-ականների սկզբին էր առաջարկ ստացավ միանալ Սալի նորաստեղծ արտադրության թիմին ու արդեն 35 տարի է անփոփոխ տեղում է նույն գործին։ Այդ ժամանակ 4 կոշկակար էինք, որից մեկն է վարպետ Արմենն էր, մուրճ, կլեշով, դանակով ուրիշ ոչ մի բան համարյա չկար, լրիվ ձեռքի աշխատանք։ Դժվար փուլեր հաղթահարեցին գործը, սակայն առաջ գնաց արտադրությունը տարեստարի ընդլայնվեց, պրոցեսները կատարելագործվեցին, հայրենական արտադրության ձեռագործ բարձրորակ կոշիկների պահանջարկը մեծացավ։ Հիմա օրական վերջնական տեսքի ենք բերում 5 զույգ, 4 զույգ, նայած ինչ տիպի մոդելներ են։ Գործունեության առաջին տասնամյակում սպառման շուկան հիմնականում Ռուսաստանն էր, նաև մայրաքաղաքի տոնավաճառներում էին ապրանքն իրացնում։ 2000-ականներից նոր ուղենիշ ընտրեցին, նախ արտադրանքը բրենդավորվեց, հետո առաջին խանութը բացեցին Երևանում։ Հասցեներն արդեն 6-ն են ու ընկերությունն այսօր սպառողին է ներկայանում 3 անուն բրենդով՝ Սալի, Իգնատյան եւ Սալի Քիդս, նախատեսված երեխաների համար։ Աշխատում են բացառապես բնական կաշվե հումքով։ Սկսած Չինաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Իտալիա, Իսպանիա բերում ենք միայն առաջատար արտադրողների հումքերը եւ արտադրում ենք միայն առաջատար արտադրողների կողմից երաշխավորված հումքով։ Տեղական շուկայում հիմնավորվելով 5-6 տարի առաջ սկսեցին մտածել արդեն արտահանման ուղղությամբ։ Նոր ներդրումների հարցը եկավ օրակարգ, 2019-ին իրենց տեսլականը ծրագրի տեսքով ներկայացրեցին գործադիրին, մաքսատուրքի արտոնություն ստացան։ Ծրագիրը նախատեսում էր 950 միլիոն դրամի հումքի եւ սարքավորումների ներմուծման արտոնություն, որը շատ մեծ աջակցություն էր մեր ընկերությանը, թե գնային քաղաքականությունում ավելի մրցունակ լինելու, թե արտահանման ժամանակ ավելի լավ պայմաններով ապրանք արտահանելու համար։ Մաքսատուրքի արտոնությունը կազմեց մոտավորապես 48 միլիոն դրամ։ 2019-ից 22-ի ընթացքում կարողացան արտահանման ցուցանիշը 0-ից հասցնել 9 միլիոն դրամի։ Արտոնյալ պայմաններով հումքերի ներմուծումը շարունակելու համար կառավարությանը դիմեցին նաև 2022-ին։ Այս անգամ 5 տարի ժամկետով արտոնություն ստացան ներկրելու մոտ 1.3 միլիարդ դրամի հումք։ Մաքսատուրքը գնահատվում է մոտ 68 միլիոն դրամ։ Հիմա ընթացքի մեջ է ներդրումային ծրագիրը, սակայն արդեն իսկ մենք ունենք առաջանցիկ հաջողություններ։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նաև մենք կարողացանք հասնել արտահանման ծավալների կտրուկ աճի, որը 22 թվականի դրությամբ 9 միլիոն էր, այս պահի դրությամբ արդեն 58 միլիոն դրամի արտահանում ենք կարողանում ապահովել։ Վերջին տարիներին նաև թիմն են մեծացրել։ 2019-ին 109 աշխատող ունեին, 2025-ին 128։ Վերանայել են նաև միջին աշխատավարձը, գրեթե կրկնապատկել։ Շարունակում են հետևել ժամանակակից նորաձևության թրենդերին ու պարբերաբար տեսականին համալրել։ Մոտ 2000 մոդել են ներկայացնում այսօր իրենց խանութներում, սեզոնափոխության ժամանակ հավաքածուները պարտադիր թարմացվում են։